Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գիշերը 2:40-ի սահմաններում գործարար բարերար Սամվել Կարապետյանի առանձնատանը մոտեցել են համազգեստով մի քանի անձինք, մի քանի րոպե Կարապետյանի տանը գտնվելուց հետո դուրս են եկել Կարապետյան եղբայրների հետ տեղափոխվել ներքին գործերի նախարարություն։ Նախքան մեքենան նստելը Սամվել Կարապետյանը վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Թքածուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ իրանք հասկանալու են, որ սխալվեց։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը։ Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, անկեղծ ատելությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ասված է հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեծը պետք է ազգայնացվի, քանի որ այն պատկանում է ժողովրդին, որպես սպառողների եւ աշխատակիցների սեփականություն։ Ընդգծվել է, որ հեծի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքն անընդունելի է։ Տրվել է հանձնարարական աշխատակիցներին շարունակել աշխատանքը բարեխղճորեն, ինչը կգնահատվի ազգայնացումից հետո։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների կողմից հակաիրավական գործողությունները կանխելու համար, աջակցել քաղաքացու եւ հավատացյալ քրիստոնյայի իրավունքները պաշտպանելու համար, ասված է հայտարարության մեջ։ Այսօր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արմեն Աբազյանը, վերջինիս պարտականությունները ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ինչու Նիկոլ Փաշինյանից խորհրդանում հետաքրքրվել են լրագրողները։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Կարապետյաններին սատարող քաղաքացիները գիշերը հավաքվել էին Նալբանդյան պողոտայում ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց։ Հունիսի 18-ի առավոտյան Կարեն Կարապետյանն ու նրա որդի Նարեկ Կարապետյանը դուրս եկան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից։ Նախորդին Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ Կարապետյանը հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա եւ հայ ժողովրդի վրա։ Ժամեր անց տեղեկություն տարածվեց, թե Կարապետյանը ձերբակալվել է, ավելի ուշ լուրը հերքվեց, իսկ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե գործարարի տանը օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք դեպքից հետո դիմելով տան մոտ հավաքված քաղաքացիներին, Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը ընդգծել է. «Մեջբերում ենք մենք ընդամենը, պահպանում ենք մեր ինքնությունը»։ Ինչ է քիթները կողմ, որևէ տեղ մենք քիթները չենք կողել։ Մենք ընդամենը պաշտպանում ենք մեր ինքնությունը, ուրիշ ոչինչ։ Եթե եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք է ցույց տալիս, դա ինչ է նշանակում։ Իրանց պատկերացմամբ դա հանցագործություն է։ Դե ուրեմն մենք հանցագործներ ենք։ Այդքանով բավարարվեցիք, դե էստե կանգնած ենք, եկեք վերցրեք։ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որում մասնավորապես նշվում է խստորեն դատապարտում եք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։
Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված վիճակին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Մոսկվայում ուշադիր հետևում են Կարապետյանի շուրջ ստեղծված վիճակին, ում Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի շրջանում, ավելի վաղ ցախալը տարհանման նախազգուշացում է տարածել Թեհրանի բնակիչների համար, այնուհետև հայտնել նոր հարձակում է սկսել։ Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ գիշերը հրթիռային հարձակման արդյունքում Իրանը լիակատար վերահսկողություն է հաստատել Իսրայելի օդային տարածքի վրա։ Ռուսական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակում Զապորոժիայում շահեդներով իրականացված հարձակման ժամանակ մարզկենտրոնում բազմահարկ շենքեր են փլուզվել, հրդեհներ բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության համաձայն փրկարարները Սոլոմենսկի շրջանում բազմահարկ շենքի փլատակների տակից դուրս են բերել ևս 8 մարդու մարմին։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի։ Վաշինգտոն Փոստը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Իսրայելը կարող է դառնալ մերձավոր արևելքի հեգեմոն։ Թրամփը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից, սակայն այժմ պարբերականի պատրաստ է բացահայտորեն սատարել Իսրայելին։ ABC News-ի եւ իսրայելական աղբյուրների փոխանցմամբ Վաշինգտոնը կարող է առաջիկա 24-ից 48 ժամում միանալ Իրանի դեմ իսրայելական ռազմական գործողությանը։ Եվրամիությունը նախատեսում է 2027-ից վերջնականապես հրաժարվել ռուսական գազի ներմուծումից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ընդգծել է, որ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել։ Հունիսի 17-ին Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը ներկայացրել է գազի փուլային հրաժարման առաջարկներ, ըստ որոնց կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026-ի կեսերը, իսկ երկարաժամկետները մինչև 2027-ի վերջը։ Բարձրացել են պատվանդաններին մինչև անգամ։ Միջոցառում են դիտում եւ վայելում Թումանյանի արձանի բարձրակետից։ Ամենայն հայոց բանաստեղծի Վեհաշուկ արձանը մեր ինքնությունը, պատմական ու մշակութային հիշողությունը խորհրդանշող կարևորագույն արժեքներից մեկն է, ասում է բանասել Դիդբարյանն ու ընդգծում արձանի նկատմամբ նման դրսևորումները միանգամայն անընդունելի են։ Երբ դու բարձրանում ես նրա վրա քոշիկներով եւ այլն, դու ոչ միայն բարոյապես այսպես բավական բխության արժանի գործ ես անում, այլև ուղղակի դնաս ես հասցնում այդ քարին եւ պատվանդանին, այսինքն դու վտանգի ես ենթարկում Երևան քաղաքի կենտրոնական այդ հրապարակում գտնվող հուշարձան։ Ոչ ոք դրան չի հետևում։ Ըստ մասնագետների անկրթության եւ ամենաթողության հետևանք են այսպիսի գործողությունները, գուցե իրավապահներն են թերանում, ով է խնդրի լուծման հասցեատերը։ Եթե նավի խաղացորի արձան է տեղադրված, դիմացը նստել նավի խաղալ ուղղակի անմոդություն է եւ չի կարելի եւ կռեղկություն է։ Գլոբալ աշխարհում փորձում են արվեստը իջեցնել պատվանդանների, սպեցարվեստը սակրալ արժեք է եւ պետք է միշտ լինի բարձր եւ հասանելիության իմաստով ինչ-որ մի կետ կա, որից այն կողմ անցնել չի կարելի։ Փորձագետները նկատում են, սա բարոյապես շատ նսեմ վարքագիծ է, հեռու հայկական մենթալիտետից։ Հանրային վարքականոնը պաշտպանելու համար ըստ մասնագետի կրթօջախներից սկսած պետք է երեխաներին բացատրել, թե ինչ նշանակություն ունեն մշակութային արժեքները։ Արժեքը մշակութային կրող պետք է լինի, իսկ կրողին սովորեցնող պետք է լինի։ Մենք ունենք արդյոք դպրոցներում դասընթացներ, կամ ես կարծում եմ դա մանկապարտեզներից պետք է սկսել։ Չինաստանում պարսպին մեկը մտեցավ այդպես հենվեց ու չգիտեմ ինչ էր անում, անմիջապես հայտնվեց ոստիկանը եւ արգելեց։ Քանդակագործ Գևորգյանն էլ նկատում է հասարակության մեջ ձևավորված այս վարքագիծը գլոբալ համացանցային քարոզի արդյունք է։ Որսում են, չգիտեմ, ծաղրանգարի վերածել արձանը, չէ, ունեցանք դեպք, երբ որ Մայր Հայաստանի ձեռքին սրի փոխարեն քաբաբ էին ֆոտոշոփարել եւ ներկայացնում էին դա որպես ինչ-որ մի հատ քաղաքական ֆակտերի հատված։ Եթե չկան վերահսկողական մեխանիզմներ, ապա նման դեպքերը անխուսափելիորեն կաճեն, փորձագետները հորդորում են ուշադրության կենտրոնում պահել նման արատավոր երևույթներն ու սահմանել վարչական պատասխանատվություն կանխելու անօրինականությունները։